Մայակովսկիի կոլորիտն ապահովող գետառը պատուհաս է դարձել բնակիչների գլխին։ Տարիներ առաջ երկու երեխայի կյանք խլած գետն այս տարի հունից դուրս է եկել եւ ողողել հարակից տարածքները։ Վարել էր այդ ճանապարհով սելավը գալիս էր, հասավ գարաժից ուզում էր լցվեր ներս, այն ցելոֆոնները լցել եմ գարաժի թեմը, հող եմ լցրել, որ ջուրը բանանի, չլցի գարաժը։ Բնակիչների խոսքով ջրհեղեղի պատճառը մարդկանց անպատասխանատու վերաբերմունքն է։ Աղբը նետում են գետը, ջրատարը խցանվում է, իսկ ջուրը դուրս գալիս ափերից։ Վերևի գյուղերից թե աղբ են լցնում, թե զավոդներ կա, որ գյուղի վրայա, թե ֆերմաներ կա, որ ամեն ինչը այդ կոպիտ ասած կոյուղին ապահովում է այս փոքր գետով։ Մեր գյուղը գտնվելով վերջի հատվածներում, կոպիտ ասած վնասը ամբողջովին կրում ենք հենց մենք։ Գյուղի բնակիչները կրում են նաև ֆինանսական կորուստներ։ Գետի պատճառով չեն կարողանում անգամ գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ամեն տարի գարնանը մենք վերցնում ենք վարկ ծաղիկ աճեցնելու նպատակով։ Գալիս է հասնում այս վարարման սեզոնը, այդ վեկալած փողով ստեղծած ծաղիկները մնում է տակը ու կորցնում ենք կոպիտ ասած, վերակենդանացնել ուշքի բերել այդ ծաղիկները, կարելի ասել դառնում է անհնար։ Տարիներ շարունակ բարձրաձայնվող պահանջը գետի մաքրումը այդպես էլ մնում է օդից կախված։ Բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է այստեղ տեխնիկա աշխատել։ Ասում են, եթե մաքրեն, խնդիրը կլուծվի։ Վերահսկողություն սահմանը, չգիտեմ, տուգանքի չափով կամ այնպես վերահսկողություն սահմանը, որ մարդիկ աղբ չթափեն գետի մեջ, լիովին մի հատ մաքրեն սկզբից մինչև վերջ, ոչ թե իշքան 10 մետր, 20 մետր հատված մաքրելով չասեն, էլի աշխատանք են կատարել, սկզբից մինչև վերջ մաքրեն այդ ամեն ինչը լրիվ վերացնեն, ինչ որ X չափով խնդիրը կարանք համարենք լուծված։ Գետի պատճառով գյուղացիները ահասրտում են, երեխաներին բակում մենակ թողնում։ Գետը պատշաճ ցանկապատված չէ։ Այս ռեշոտկաների բաց խնդիրը, ասենք, ես 4 երեխա ունեմ։ Երեխաներին չես կարող բան անես։ Ոչ մի վերանորոգում, ոչ մի բան չկա, երեխեքը գալի կախվում են։ Դու եղել է երկու դեպք, հարևանի երեխան թորոմ ընկավ մահացավ։ Ներքևի կողմը երեխա ընկավ խեղդվավ մահացավ։ Մինչ բնակիչները ահազանգում են վտանգի մասին, գյուղի վարչական ղեկավարը վստահեցնում է, ամեն տարի մաքրում են, այս տարի էլ կմաքրեն։ Ջրային տնտեսությունը նախագծեր են պատրաստում, որ կարողանան ամբողջ համայնքի մեջով անցնող գետառը մաքրի, որ այդ խնդրից մենք ազատվենք։ Եթե մինչև համայնքի սահմաններից դուրս չմաքրվի, մոտ 1 կիլոմետր է, միշտ մենք այդ խնդիրը առաջ կկանգնենք։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։